Ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի հերթական խոստումը կատարված է, այս մասին հայտնել են Ուժեղ Հայաստան կուսակցությունից։ Այսօրվանից գործում է անվճար տրանսպորտային միջոց, որը փոխադրումներ է իրականացնելու Լոռու մարզի Ստեփանավան քաղաքից դեպի Լոռի Բերդ, Լեջան, Ակարակ, Յաղդան ու Կողես գյուղ եւ հակառակ ուղղություններով, ասվում է հայտարարությունում։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով 2025 եւ 2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ, այս մասին տեղեկանում ենք պաշտպանության նախարարությունից։ Լրացուցիչ արձակուրդների տրամադրման գործընթացը շարունակվում է, հայտնել են նախարարությունից։ Երևանն ու Թեհրանը քննարկել են Արաքսկետի վրա երկրորդ կամրջի կառուցման նախաձեռնությանը վերաբերող հարցեր, հայտնել են Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից։ Իրանում գտնվող տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդայթյանն ու Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհների եւ քաղաքաշինության նախարար Տիկին Ֆարզանե Սադեղը հանդիպմանը նշել են, որ դրա իրականացումը կբարձրացնի երկու երկրների միջև տրանսպորտային թողունակությունը եւ կնպաստի տնտեսական համագործակցության հետագա զարգացմանը։ Նրանք պայմանավորվել են ձեռնարկել անհրաժեշտ քայլեր երկու երկրների միջև բեռնափոխադրումների ծավալների ավելացման ուղղությամբ։ Հուլիսի 26-ին Գարեգին երկրորդ ծայրագույն պատրիարք եւ ամենայն հայոց կաթողիկոսը Մայրաթորթ Սուրբ Էջմիածնում ընդունել է ԱՄՆ հայոց արևելյան թեմի Մասաչուսեթս նահանգի Ուստրի Սուրբ Փրկիչ եկեղեցու համայնքի ուխտավորներին առաջնորդությամբ հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Թադեոս Քահանա Բարսեղյանի։ Իր ստերն ու օրհնությունը փոխանցելով ուխտավորներին վեհափառ հայրապետը կարևորել է աշխարհասփյուռ հայոց թեմերից նման ուխտագնացությունների կազմակերպումը, ինչը հնարավորություն է ընձեռում հաղորդ դառնալու հայրենական կյանքին, հոգևոր ազգային ժառանգությանն ու սրբություններին, ինչպես նաեւ իրենց ակցությունը բերելու հայ ժողովրդին այս դժվարին օրերին։ Նորին սրբությունը վստահություն է հայտնել, որ հայրենիքից ստացած տպավորությունները նոր ներշնչանքի աղբյուր կդառնան ուխտավորների համար, առավել զորացած վերադառնալու իրենց համայնք եւ շարունակելու իրենց առաքելությունը ազգային կյանքում։ Բաքվում այսօր մեկնարկել է M17 տարեկաների աշխարհի առաջնությունը, մրցումային առաջին օրը գորգ դուրս կգան հետևյալ ըմբիշները՝ 48 կիլոգրամ Քաշային Արարատ Ավետիսյանը, 55 կիլոգրամ Գեղամ Եղիազարյանը, 65 կիլոգրամ Վազգեն Նացականյանը, 80 կիլոգրամ Վահե Հովեյանը, 110 կիլոգրամ Խաչիկ Խաչատրյանը։ 65 կիլոգրամ Քաշային Վազգեն Նացականյանը մեկնարկում 7-4 հաշվով առավելության է հասել իրանցի ըմբիշի նկատմամբ, հաղթական 4 միավորը վաստակելով բառացիորեն վերջին 2-3 վայրկյանին։ Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կալանավայրից ուղերձ է հղել, ընդգծելով, որ Հայաստանը ներքին համերաշխության եւ երկուսակցական համագործակցության կարիք ունի, քանի որ որևէ քաղաքական ուժ միայնակ չի կարող հաղթահարել երկրի առջև ծառացած մարտահրավերները։ Նա մտահոգություն է հայտնել տնտեսության վիճակի վերաբերյալ, նշելով, որ արտահանման շուկաները հնարավոր չէ կտրուկ փոխել առանց նախկին տնտեսական կապերը վնասելու։ Նրա խոսքով Ադրբեջանը զբաղեցնում է այն շուկաները, որոնք Հայաստանը կորցնում է, իսկ ավանդական շուկաների վերականգնումը կարող է անհնար դառնալ։ Գագիկ Ծառուկյանը դիմել է նաև իր հետ կապված ձեռնարկությունների աշխատակիցներին, վստահեցնելով, որ նրանց խնդիրներն իր համար ազդական են եւ հույս հայտնելով, որ արդարությունը կվերականգնվի, իսկ մարդիկ կվերադառնան աշխատանքի։ Ուղերձի ավարտին նա նշել է, որ տարածաշրջանային եւ տնտեսական լուրջ ռիսկերի պայմաններում անհրաժեշտ է համախմբել Հայաստանի եւ Սփյուռքի բոլոր կարող ուժերին, անկախ կուսակցական պատկանելությունից։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է, որ ավարտվել է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը, ըստ մեղադրանքի պաշտոնատար անձը ծառայողական լիազորությունները ծառայության շահերին հակառակ օգտագործելով մրցույթում հաղթած ընկերությունից պահանջել է պայմանագրով չնախատեսված 10 տարվա բանկային երաշխիք, ապա անտեսելով դատական վճարման ընթացքը նախաձեռնել է նոր մրցույթ։ Արդյունքում 75 միլիոն դրամ արժողությամբ պայմանագիր է կնքվել իր հետ փոխկապակցված ընկերության հետ։ Պաշտոնատար անձին մեղադրանքի առաջադրվել նրա պաշտոնավարումը կասեցվել է, իսկ քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հակակոռուպցիոն դատարան։ Այսուհետ քաղաքացին կարող է լիազորել այլ անձի իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը։ Այս մասին հայտնել են պետական եկամուտների կոմիտեից։ Օրինակ, եթե հայտարարատու եք, բայց գտնվում եք արտերկրում, ապա լիազորված անձի միջոցով կկարողանաք առանց դժվարության ներկայացնել ձեր հայտարարագիրը։ Կարգավորման մանրամասներին ծանոթացնում է ՊԵԿ աշխատակիցը։ Հենց այս նպատակով ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգի վեբ տարբերակում գործարկվել է լիազորի գործառույթը։ Իսկ ինչպես լիազորել։ Կա երկու տարբերակ։ Առաջինը հայտարարում պետք է մուտք գործի համակարգ եւ իր անձնական էջի իմ լիազորված անձի ենթաբաժնում լրացնի լիազորվող անձի տվյալները։ Այնուհետև լիազորվող անձը նույն համակարգի արդեն իր անձնական էջում պետք է հաստատի կամ մերժի իրեն տրված լիազորությունը։ Հաստատելու դեպքում տվյալ անձը կստանա լիազորված անձի կարգավիճակ։ Ի դեպ,
Հայտարարություն կարող է նշել նաև լիազորության գործողության ավարտի ամսաթիվը, որի լրանալուց հետո լիազորված անձը համակարգում այլևս չի կարողանա որևէ գործողություն իրականացնել։ Մեկ այլ տարբերակով լիազոր անձ գրանցելու համար հայտարարություն կարող է դիմել ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման ցանկացած սրահ, ներկայացնելով դիմում եւ լիազորագիր, միաժամանակ կցելով իր անձնագրի եւ լիազորվող անձի նույնականացման քարտի պատճենները։ Կարևոր է իմանալ, որ այս դեպքում հայտարարություն կարող է չունենալ էլեկտրոնային ստորագրություն, մինչդեռ լիազորված անձը պարտավոր է ունենալ էլեկտրոնային ստորագրություն, որպեսզի կարողանա ներկայացնել հայտարարությունի տարեկան հայտարարագիրը։ ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի քույրը Կիմ Յո Ջոնգը հայտարարել է Հյուսիսային Կորեայի որպես միջուկային պետության կարգավիճակը վերջնական է եւ անշրջելի։ Նրա խոսքով երկրի միջուկային ներուժը շարունակաբար արդիականացվելու եւ ամրապնդվելու է, ապահովելով ուժերի հավասարակշռությունը կորեական թերակղզում եւ դրանից դուրս։ Հայտարարությունը պատասխան էր ԱՍԵԱՆ-ի տարածաշրջանային ֆորումի նախագահության փաստաթղթին, որտեղ կոչ էր արվում լիովին ապամիջուկայնացնել կորեական թերակղզին։ Կիմ Յո Ջոնգը մերժել է այդ մոտեցումը, այն անվանելով իրավական ուժ չունեցող փաստաթուղթ, որը չի կարող փոխել սահմանադրությամբ ամրագրված կարգավիճակը։ Նա նաև հայտարարել է, ԿԺԴՀ-ի միջուկային զսպման ուժերը մնում են երկրի ինքնիշխանության պաշտպանության ամենահուսալի երաշխիքը։ Ռումինիայի արտաքին գործերի նախարար Օաննա Ցոյուն հայտարարել է, երկրի ռազմաօդային ուժերի F-16 կործանիչը Ռումինիայի տարածքային ջրերի վրա խոցել է հերթական անօդաչու թռչող սարքը։ Նրա խոսքով, խոսքը շահեդ տիպի ԱԹՍ-ի մասին է, որը Ռուսաստանը կիրառում է Ուկրաինայի դեմ պատերազմում։ Ռումինիան շարունակում է հետաքննությունը, պարզելու վերջին օրերին խոցված անօդաչուների բոլոր հանգամանքները։ Նախարարը ընդգծել է, որ Ռուսաստանի կողմից Ռումինիայի օդային տարածքի խախտումները, որը նաև ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության օդային տարածքն է, անընդունելի են։ Այդ խախտումների կապակցությամբ Ռուսաստանի դեսպանը կանչվել է Ռումինիայի արտաքին գործերի նախարարություն։ Reuters-ի փոխանցմամբ Սպիտակ տան ներկայացուցիչը հայտնել է, որ Դոնալդ Թրամփը եւ Վոլոդիմիր Զելենսկին նախատեսում են երեքշաբթի հանդիպել Վաշինգտոնում։ Ուկրաինական աղբյուրի տեղեկություններով Կիևը շահագրգռված է այդ այցով, սակայն սպասում է Սպիտակ տան պաշտոնական հաստատմանը։ Նույն աղբյուրը հայտնել է, ամերիկացի եւ ուկրաինացի պաշտոնյաները քննարկել են օդում հրադադար հաստատելու առաջարկը, որը նախատեսվում է ներկայացնել Ռուսաստանին որպես խաղաղության նախաձեռնությունների նոր փուլի մաս։ Ըստ աղբյուրի, նախկինում Ուկրաինան արդեն դիմել էր նման առաջարկներ, սակայն դրանք մերժվել էին Մոսկվայի կողմից։ Որոշ պաշտոնյաներ կարծում են, ռուսական տնտեսության վրա անօդաչուների եւ հրթիռային հարվածների շարունակվող ճնշումը կարող է ազդել Վլադիմիր Պուտինի դիրքորոշման վրա։ ԱՄՆ-ի Picket Defense System ընկերությունը ներկայացրել է Inferno Artis-ի անվանումով նոր համակարգ, որը նախատեսված է անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակումները հետ մղելու համար։ Համակարգը բաղկացած է 54 փողից, որոնք տեղադրված են գնդաձև կորպուսի ամբողջ մակերեսով եւ ավտոմատ կերպով ընտրում են թիրախին ամենամոտ փողը։ Inferno Artis-ին օգտագործում է пассив սենսորային համալիր, որը ներառում է եռաչափ միկրոֆոնային ցանց եւ մի քանի օպտիկական տեսախցիկ, ԱԹՍ-ները հայտնաբերելու եւ ուղեկցելու համար։ Համակարգը թողարկվում է երկու տարբերակով՝ 36 եւ 54 փողանոց, որոնք կարող են կիրառել տարբեր տրամաչափի զինամթերք։ Ստեղծողների տվյալներով երկու տարբերակներն էլ ունակ են հայտնաբերել եւ խոցել թիրախներ մինչեւ 120 մետր հեռավորության վրա։ Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հայտարարել է, ԱՄՆ-ի հետ պատերազմի դադարեցման գլխավոր պայմանը Լիբանանի տարածքային ամբողջականության պահպանումը ու Իսրայելի ագրեսիայի լիակատար եւ անվերապահ դադարեցումն է։ Թասնիմի փոխանցմամբ այս մասին նա գրել է Հեզբոլլահի գլխավոր քարտուղարին ուղղված նամակում։ Խամենեին ընդգծել է, շարժումը շարունակում է անսասան դիմակայել սիոնիստական ռեժիմի եւ նրա կողմնակիցների ճնշմանը։ Նրա խոսքով այդ դիմադրությունը դարձել է ոգեշնչման աղբյուր ազատ աշխարհի համար։ Իրանի գերագույն առաջնորդը վերահաստատել է, որ Թեհրանը չի հրաժարվի իր հիմնական պահանջներից հակամարտության կարգավորման գործընթացում։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը եւ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Կասպից ծովում իրանական Անա Բեռնանավի վրա իրականացված հարձակման հետևանքները։ Լավրովը ցավակցություն է հայտնել զոհված իրանցի նավաստու ընտանիքին եւ շուտապույտ ապակինում մաղթել վիրավորներին, ընդգծելով, որ նավը Աստրախանից դուրս էր եկել քաղաքացիական բեռով։ Արաղչի շնորհակալություն է հայտնել Աստրախանի իշխանություններին անձնակազմին ցուցաբերած օգնության համար եւ հայտարարել, որ անհրաժեշտ է կանխել Կիևի նման արկածախնդրական գործունեությունները։ Նա նաև Լավրովին տեղեկացրել է Մերձավոր Արևելքում լարվածության թուլացմանն ուղղված շարունակվող դիվանագիտական ջանքերի մասին։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ռուսական զորքերը վերահսկողություն են հաստատել Դոնեցկի ժողովրդական հանրապետության Շևչենկո գյուղի նկատմամբ։ Գերատեսչության հաղորդագրության համաձայն բնակավայրը գրավվել է կենտրոն զորախմբի նախաձեռնողական եւ վճռական գործողությունների արդյունքում։ Նախարարությունը նշել է, որ գործողությունն իրականացվել է մարտական առաջխաղացման շրջանակում, այլ մանրամասներ, այդ թվում մարտերի տևողությամբ կամ կորուստների վերաբերյալ պաշտոնապես չեն հրապարակվել։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, իրանական առևտրային նավի վրա իրականացված հարձակումը ՄԱԿ-ի կանոնադրության կոպիտ խախտում է։ Նրա խոսքով այդ գործողությունը կատարվել է Իսրայելի ցուցումով, Եվրոպային պատերազմի մեջ ներքաշելու նպատակով։ Արաղչին նշել է, որ այդ հարցը քննարկվել է ինչպես Եվրամիության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի, այնպես էլ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ ունեցած հեռախոսազրույցներում։ Նա ընդգծել է, որ Կիևի գործողությունները չեն կարող մնալ անպատասխան։ Իրանի արտգործնախարարը վերահաստատել է Թեհրանի դիրքորոշումը կատարվածի համար պատասխանատվություն պահանջելու վերաբերյալ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատերազմ չի սկսել, այլ պատասխանել է այն ռազմական գործողություններին, որոնք նրա խոսքով արևմուտքի աջակցությամբ սկսել է Կիևի իշխանությունը։ Պուտինը նշել է, ազատագրված բնակավայրերում տեղի ունեցած ավերածությունները չեն կարող ներկայացվել որպես Ռուսաստանի ագրեսիայի հետևանք։ Նրա խոսքով ռազմական գործողությունները սկիզբ են առել այն ժամանակ, երբ Ուկրաինայի ներկայիս իշխանությունները պատերազմ են սկսել երկրի հարավ-արևելքում բնակվող դեպի Ռուսաստան կողմնորոշված բնակչության դեմ։ Ռուսաստանի նախագահը կրկնել է, Մոսկվան միայն արձագանքել է այդ զարգացումներին։ Նա ընդգծել է, որ նման դիրքորոշումը արդեն բազմիցս ներկայացրել է եւ կրկին վերահաստատում է այն։ Իրանի դեմ Իսրայելի եւ ԱՄՆ-ի ռազմական գործողությունների մեկնարկից փետրվարի 28-ից ի վեր տուժած ամերիկացի զինծառայողների ընդհանուր թիվը հասել է 624-ի։ Այս մասին հայտնում է New York Times-ը, հղումանելով պաշտպանության նախարարության պաշտոնական տվյալներին։ Թերթի տեղեկություններով Պենտագոնը հուլիսի 7-ից սկսել է առանձին վիճակագրություն հրապարակել վիրավորների եւ զոհվածների վերաբերյալ, երբ հրադադարի տապալումից հետո հակամարտությունը մտել էր նոր էսկալացիայի փուլ։ Նոր հրապարակված տվյալների համաձայն միայն հուլիսի 7-ից հետո պաշտոնապես գրանցվել է 207 տուժած ամերիկացի զինվորական։ New York Times-ը նշում է, հրապարակվող վիճակագրությունը պարբերաբար թարմացվում է, արտասոլելով հակամարտության ընթացքում արձանագրված նոր կորուստներն ու վիրավորները։ Հայաստան եւ Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի հարավային Կովկասի զարգացման, այս մասին Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսում, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Շնորհավորում եմ Ադրբեջանին եւ Հայաստանին 2025 թվականի օգոստոսին Վաշինգտոնում համաձայնագրի ստորագրման կապակցությամբ խաղաղությունը, անվտանգությունը եւ կայունությունն անհրաժեշտ է նաեւ հարավային Կովկասին։ Գերմանիան եւ Եվրոպական միությունը խիստ շահագրգռված են այս աշխարհաքաղաքական առումով կարևոր տարածաշրջանում ասել է Մերցը։ Դրա խոսքով Ադրբեջանի եւ Հայաստանի միջև պայմանավորվածությունները հնարավորություններ են բացում կարգավորելու երկրների միջև հարաբերությունները եւ հաղթահարելու տասնամյակներ շարունակվող հակամարտությունը։ Տարածաշրջանում կայունությունը նաեւ նոր հնարավորություններ է բացում մեր երկրների միջև տնտեսական համագործակցության ընդլայնման համար, հավելել է Գերմանիայի կանցլերը։ Եվրոպայի չեմպիոն բրոնզկամարտի կանանց Հայաստանի հավաքականի առաջատար Անի Հովսեփյանը երրորդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում։ Հուլիսի 24-ին Անգլիայի Բոլթոն քաղաքում անցկացված Real Boxing Champions-ի կազմակերպած բրոնզկամարտի երեկոյում Անի Հովսեփյանը մենամարտել է 29-ամյա չեխ բրոնզկամարտիկ Յոհաննա Յայմոնդի հետ եւ հաղթանակի հասել մրցավարների միաձայն որոշմամբ։ Իրանն ու Հայաստանը էներգետիկայի ոլորտի համատեղ մասնագիտացված աշխատանքային խումբ կստեղծեն, որը կզբաղվի գազի առևտրի հարցերով, այս մասին հայտնել է Մեհրը։ Պայմանավորվածությունների ձեռքբերման մասին հայտարարվել է շաբաթ օրը Թեհրանում կայացած Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադի եւ Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանի հանդիպումից հետո։ Իրանի նավթի նախարարի խոսքով կողմերը քննարկել են հնարավոր էներգետիկ նախագծերի լայն շրջանակ, այդ թվում երկկողմ առևտրի ընդլայնումը, տեխնիկական ու ինժեներական ծառայությունների արտահանումը, նավթավերամշակման գործարանների կառուցումը եւ Հայաստան նավթամթերքի մատակարարումները։ Փաքնեժադը նաեւ հայտարարել է, որ Թեհրանն ու Երևանը պայմանավորվել են համատեղ մասնագիտացված աշխատանքային խումբ ստեղծել, որպեսզի երկկողմ բանակցությունների հաջորդ փուլի ընթացքում հնարավոր լինի գնահատել կոնկրետ արդյունքները։
Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հորդորում է զգոն լինել մի վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին։ Իրավապաշտպան կազմակերպություններից մեկի անունից տարբեր կազմակերպությունների եւ քաղաքացիների ուղարկվում են կեղծ էլեկտրոնային նամակներ։ Այդ նամակները կարող են պարունակել վնասաբեր կամ կեղծ հղումներ։ Ներքին գործերի նախարարությունը հորդորում է նման նամակներ ստանալու դեպքում չսեղմել դրանցում առկա հղումները, չներբեռնել կցված ֆայլերը, չտրամադրել անձնական կամ բանկային տվյալներ եւ արգելափակել ուղարկողին։ ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել, կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին, այս մասին հայտնում է ԱՆԿԱ։ Ադրբեջանի կողմից հայ պատանդների ազատ արձակումը Արցախի փախստականների անվտանգ վերադարձը եւ Հայաստանի տարածքից ադրբեջանական օկուպացիոն ուժերի դուրսբերումը խաղաղության անվերապահ պայմաններ են եւ ոչ թե Բաքվի սակարկությունների գործիք, որոնցով վերջինս ստիպում է Հայաստանին միակողմանի զիջումների գնալ, նշել է ԱՆԿԱ-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես եւ սպասվում էր, բացասական է արձագանքել այս զարգացումներին, օրինագծի ընդունումը որակել են որպես ԱՄՆ կոնգրեսը հայկական լոբբիի շահերից ելնելով Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու գործիք դարձնելու փորձ է կատարվում։ Բաքվում առանձնակի վրթովմունք են հայտնել օրինագծում ռազմագերիներ եւ քաղաքական բանտարկյալներ եզրույթների օգտագործման կապակցությամբ։ Ստամբուլում ավտոբուսի մասնակցությամբ տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ, որոնցից երկուսը ծանր վրանսվածքներ են ստացել։ Վթարը տեղի է ունեցել քաղաքի եվրոպական հատվածի Էյուբ Սուլթան շրջանում, որտեղ ըստ ոստիկանության նախնական տվյալների վարորդը սայթաքուն ճանապարհի պատճառով կորցրել է կառավարումը, բախվել առջևում ընթացող մեքենային, ապա ճանապարհային նշանի սյանը։ Տուժածների թվում կան նաև երեխաներ, իսկ բոլոր վիրավորները Թուրքիայի քաղաքացիներ են։ Նույն օրը եւս մեկ խոշոր ավտոբուսային վթար է տեղի ունեցել Թուրքիայի Քրըխքալե նահանգում։ Այնտեղ վատ եղանակի պատճառով ավտոբուսը դուրս է եկել մայրուղուց եւ շրջվել, ինչի հետևանքով տուժել է 40 մարդ։ Օտարերկրացիների մասին տեղեկություններ չկան։ Զապորոժիեի մարզի Մելիտոպոլի շրջանի Կիրիլովկա քաղաքատիպ ավանի վրա իրականացված հարձակման հետևանքով զոհվել է 8 մարդ, այդ թվում 2 երեխա։ Այս մասին հայտարարել է տարածաշրջանի ղեկավար Եվգենի Բալիցկին, նշելով, որ հարվածի թիրախում հանգստյան բազաներն էին։ Նրա խոսքով հայտնի է նաև 14 վիրավորի մասին, որոնցից 3-ը երեխաներ են։ Այլ մանրամասներ այս պահին դեռ չեն հաղորդվում։ Ռումինիայի նախագահ Նիկու Շորդանը հայտարարել է, երկրի օդային տարածքում հերթական անօդաչու սարքն է խոցվել։ Նրա խոսքով դեպքը տեղի ունեցել վաղ առավոտյան ժամը 8:30-ին Սվինտու Գեորգե բնակավայրից մոտ 10 կիլոմետր արևմուտք։ Անօդաչու սարքը խոցվել է Ռումինիա ռազմաօդային ուժերի F-16 կործանիչի կողմից։ Դեպքի վերաբերյալ լրացուցիչ մանրամասներ դեռ չեն հրապարակվել։ Ռումինիայի իշխանությունները շարունակում են հետևել օդային իրավիճակին։ Թրամփը հայտարարել է, ամերիկացի զինվորականները լիովին պատրաստ են մարտական գործողությունների եւ անհրաժեշտության դեպքում կարող են հզոր հարված հասցնել Իրանին։ Միաժամանակ նա ընդգծել է, չի շտապում նման որոշում կայացնել, քանի որ Վաշինգտոնն ու Թեհրանը շարունակում են բանակցությունները։ Թրամփի խոսքով իրավիճակը կարող է հանգուցալուծվել տարբեր ձևերով եւ իրանցի պաշտոնյաները գնալով ավելի լուրջ են վերաբերվում նոր համաձայնագրի հասնելու հնարավորությանը։ Նա նաեւ նշել է, Իրանը գետնի տակ ունի խորքային պաշտպանական թաքստոցներ, որտեղ կարող են ապաստանել անհրաժեշտության դեպքում։ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան հայտարարել է հարվածները հասցրել Եմենի Հոդեյդա նահանգում գտնվող հութի ապստամբների ռազմական օբյեկտներին։ Դաշինքի տվյալներով թիրախավորվել են այն դիրքերը, որոնք սպառնալիք էին ներկայացնում Կարմիր ծովում նավագնացության համար։ Կոալիցիայի խոսնակ Թուրքի Ալ-Մալիքին ընդգծել է, Հոդեյդայի նավահանգիստը չի թիրախավորվել, իսկ ռազմական գործողությունն արդեն ավարտվել է նախատեսված նպատակների իրագործմամբ։ Նրա խոսքով Հոդեյդայի, Ռասիսայի եւ Ալ-Սալիֆի նավահանգիստները շարունակում են բնականոն աշխատանքը եւ սպասարկում են առևտրային նավերը։ Վրաստանում երկրորդ օրն անընդմեջ տեղի է ունեցել էլեկտրաէներգիայի լայնածավալ անջատում, որի պատճառները դեռևս հայտնի չեն։ Թբիլիսիում հոսանքը անջատվել է առավոտյան ժամը 7:30-ին, ինչի հետևանքով ամբողջ երկրում կանգ են առել գնացքները, իսկ մայրաքաղաքում դադարեցվել է մետրոյի աշխատանքը։ Մոտ 2 ժամ անց էլեկտրամատակարարումը սկսել է աստիճանաբար վերականգնվել։ Թբիլիսիում հոսանք է վերադարձվել Սաբուրթալո, Վերա եւ Վակե թաղամասերում։ Էլեկտրամատակարարումը մասամբ վերականգնվել է նաեւ Բաթումում, Չակվիում, Քոբուլեթիում, Գոնիոյում եւ Կվարիատիում։
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը եւ Չինաստանի արտգործնախարար Վանին հանդիպել են Ղրղստանի Չալպոն-Աթա քաղաքում։ Կողմերը բարձր են գնահատել ռուս-չինական ռազմավարական գործընկերության զարգացումը եւ քննարկել երկկողմ համագործակցության հումանիտար կապերի եւ միջազգային օրակարգի հիմնական հարցերը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ ՇՀԿ-ի հետագա զարգացմանը, ինչպես նաեւ ՄԱԿ-ում, ԲՐԻԿՍ-ում, Մեծ 20-յակում եւ այլ հարթակներում համագործակցության խորացմանը։ Լավրովն ու Վանին քննարկել են նաեւ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները եւ ուկրաինական ճգնաժամը։ Հանդիպման ավարտին կողմերը նշել են բազմաթիվ հարցերի շուրջ իրենց դիրքորոշումները համընկնում են կամ շատ մոտ են միմյանց։ Թրամփը պաշտոնապես հաստատել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հաջորդ շաբաթ կայցելի Վաշինգտոն։ Իսրայելի վարչապետի գրասենյակի տվյալներով Նեթանյահուն ԱՄՆ կմեկնի հուլիսի 27-ին, իսկ Սպիտակ տանը Թրամփի հետ հանդիպումը նախատեսված է հուլիսի 28-ին։ Այցի ընթացքում նախատեսում է քննարկել երկկողմ հարաբերություններին եւ տարածաշրջանային իրավիճակին վերաբերող հարցեր։ Վարչապետը նաեւ կմասնակցի հանրապետական սենատոր Լինսի Գրեհեմի հուղարկավորությանը։ Չինաստանի արտաքին գործերի նախարար Վանին հայտարարել է, Պեկինը լիովին աջակցում է Պակիստանի միջնորդական ջանքերին ԱՄՆ-ի եւ Իրանի միջև լարվածության կարգավորման հարցում։ Նրա խոսքով Չինաստանը բարձր է գնահատում Իսլամաբադի դերակատարությունը եւ պատրաստ է նպաստել բոլոր կողմերի վերադարձին երկխոսության եւ բանակցությունների։ Վանին ընդգծել է նաեւ, որ Չինաստանը մտադիր է ամրապնդել համագործակցությունը Պակիստանի հետ ՇՀԿ-ի, ՄԱԿ-ի եւ այլ բազմակողմ ձևաչափերի շրջանակում։ Նրա խոսքով Չինաստան-Պակիստան հարաբերությունները շարունակում են մնալ երկու երկրների արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը։ Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2026 թվականի առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը, որը գլխավորում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 6 ամսում պետբյուջե է վճարել 41 միլիարդ 613 միլիոն դրամ։ Երկրորդ տեղում Mobile Center ընկերությունն է 38 միլիարդ 155 միլիոն դրամով, իսկ երրորդ տեղում Արտշին բանկն է 33 միլիարդ 600 միլիոն դրամով։ Գազպրոմ Արմենիա ընկերությունը 4-րդ հորիզոնականում է 31 միլիարդ 500 միլիոն դրամ։ Առաջին հնգյակի եզրափակում է Grand Topacon 28 միլիարդ 951 միլիոն դրամով։ Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի 12-ժամյա տևողության հարցաքննությունն ավարտվել է գիշերը։ Գագիկ Ծառուկյանին քննչական կոմիտեից տեղափոխել են Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկ։ Փաստաբանը մանրամասներ է ներկայացրել։ Երկու առերեսում է տեղի ունեցել նախորդ առերեսման շարունակությունը, առերեսումը իրանցի երկու եղբայրների հետ է տեղի ունեցել։ Այս մասին լրագրողների հետ հայտնել է փաստաբան Էմին Խաչատրյանը, նշելով նախորդ առերեսման ապօրինությունները շարունակվում են ել ավելի մեծ ուժով։ Կրկին անգամ ականատես եղանք, թե ինչպես է սահմանափակվում պարոն Ծառուկյանի արդյունավետ պաշտպանության իրավունքը։ Միջանցքներում տեսանք, որ եղբայրները ճամպրուկտերով էին եկել եւ կարծում եմ մեկնում են Հայաստանից եւ դրանով պայմանավորված բարույթ իրականացնող մարմինը Երևակայի ջանք չէր խնայում, որ հապշտապ ավարտին հասցներ այդ առերեսումը, ասել է փաստաբանը։ Նրա խոսքով իրանցի եղբայրներն արդեն սինխրոնիզացրել են իրենց ցուցմունքները, սակայն իրենց նախապատրաստած հարցերը կարող էին վերհանել դրանցում առկա հակասությունները։ Նա նաեւ հայտնել է, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել հարկերից խուսափելու հոդվածով։ Ազատություն-ը հայտնել է, որ Ադրբեջանի բանտերում պահվող հայ գերիների շրջանում լուրջ վնասվածքներ ստացած անձանց վերաբերյալ տվյալներ են ստացվել։ Այս մասին այսօր Ազատությանը հայտնել է Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Ցիրանոս Սահակյանը։ Իրավապաշտպանը նշել է, որ այդ մտահոգիչ տեղեկությունները թեև ինքնուրույն ստուգել չի հաջողվել, սակայն ըստ նրա դրանք արժանահավատ են եւ չի բացառվում, որ վնասվածքներն առաջացել են բռնության հետևանքով։ Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի падգամավոր Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը վերացվել է, նրա նկատմամբ չի կիրառվել ոչ գրավ, ոչ բացակայության արգելք։ Ղազինյանն ազատ է արձակվել նիստերի դահլիճից։ Ազատ է արձակվել նաև Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Հայկ Սուքիասյանը, նորընտիր падգամավորը տնային կալանքի տակ էր։ Նրա խափանման միջոցը վերացնելու միջնորդություններ ներկայացրել փաստաբան Արմեն Ֆերոյանը։ Երևանի աղբահանության համակարգը շուտով կհամալրվի 10 նոր սերնդի աղբատար մեքենաներով, այս մասին հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Նոր մեքենաները պատրաստված են բարձրամրության պողպատից եւ համալրված են ժամանակակից տեխնոլոգիական լուծումներով։ Առաջին անգամ Երևանի աղբատար մեքենաներում կիրառվել է 360 աստիճան տեսադիտման համակարգ։ Մեքենաները նաեւ հագեցած են ներկառուցված կշեռքով, որի շնորհիվ վարորդը կարող է իրական ժամանակում վերահսկել մեքենայի ծանրաբեռնվածությունը։
Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդակյանը հուլիսի 24-ից 27-ը գործուղվել է Իրանի Իսլամական Հանրապետություն վարչապետի համապատասխան որոշման համաձայն նախարարը Թեհրանում հանդիպումներ կունենա Իրանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Գործուղումից վերադառնալուց հետո Դավիթ Խուդակյանը երրորդյա ժամկետում պետք է ներկայացնի այցի արդյունքների վերաբերյալ հաշվետվություն։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ներկայացրել է Հայաստանից արտահանումը 2026 թվականի հունվար-հունիս ամիսներին։ Հայաստանից արտահանումը հունվար-հունիս ամիսների նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Չինաստան աճել է 83.4%-ով, Հնդկաստան աճել է 81.3%-ով, Եվրոպական միություն աճել է 80%-ով։ Բաքվում շարունակվել է հայ-ռազմական քաղաքական ղեկավարության եւ մյուս գերիների բողոքների քննությունը վերաքննիչ դատարանում պետական մեղադրանքը պաշտպանող դատախազների ելույթներով, հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։ Բահրեյնում գտնվող ամերիկյան Էլ-Ջաֆի ռազմաբազայի տարածքում 3 հզոր պայթյուն է որոտացել։ Նույն ժամանակ Սաուդյան Արաբիան հարվածել է Եմենի Ալ-Հոդեյդա նավահանգստին, ինչից հետո հութիները հայտարարել են պատասխան գործողությունների մասին։ Նրանք հարվածներ են հասցրել Ջիզան եւ Յամբու նահանգներին, ինչպես նաեւ Խամիս Մուշայտ ավիաբազային, որտեղ նույնպես պայթյուններ են գրանցվել։ Հութիները գնդակոծել են նաեւ Հայալ Մատար շրջանը Աբդուլլայի անվան Սաուդյան օդանավակայանի հարևանությամբ, որից հետո հաղորդվել է Ջիդայդի եւ Էր-Ռիադի օդանավակայաններից թռիչքների ժամանակավոր դադարեցման մասին։ Սաուդյան Արաբիայի քաղաքացիական պաշտպանության վարչությունը պարբերաբար զգուշացրել է Ջիզան եւ Յամբու նահանգներում հնարավոր վտանգի մասին։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է ԱՄՆ պատերազմի ընթացքում ձեռք է բերել անգնահատելի ռազմական փորձ առանց սեփական զինվորների կյանքով վճարելու։ Նրա խոսքով բոլոր ամերիկացի գեներալներն արդեն հասկանում են, որ նման փորձը խաղաղ պայմաններում ձեռք բերելու համար Ամերիկայից կպահանջվեր առնվազն 10-ից 20 տարի։ Զելենսկին նշել է Ուկրաինայի եւ ԱՄՆ-ի միջև անօդաչու թռչող սարքերի ոլորտում համագործակցությունը փոխշահավետ է եւ Միացյալ Նահանգներում կկառուցվի խոշոր գործարան։ Նա ընդգծել է ուկրաինական մշակումները թույլ են տալիս խոցել ավելի քան 3000 կիլոմետր հեռավորության վրա գտնվող թիրախներ, իսկ առաջիկա տարիներին այդ հնարավորությունները կավելանան։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերթական անգամ կատակով չի բացառել երրորդ ժամկետով նախագահ ընտրվելու հնարավորությունը։ Սպիտակ տանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա հայտարարել է. երկրորդ ժամկետը միշտ ավելի հաջող է լինում, իսկ երրորդը նույնիսկ ավելի վաղ, սակայն անմիջապես հավելել է, որ պարզապես կատակում է։ ՆԱՏՕ-ի հարավային հարևանությամբ հարցերով հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան հայցելել է Կատար, քննարկելու Պարսից ծոցում ստեղծված իրավիճակը։ Դաշինքի պաշտոնական հաղորդագրության համաձայն նա հանդիպել է Կատարի միջազգային համագործակցության պետքարտուղար Մարիամ Բիթ Ալի բին Նասեր Ալ-Մինանդի եւ զինված ուժերի շտաբի պետ գեներալ լեյտենանտ Ջասիմ բին Մոհամմեդ Ալ-Մանայի հետ։ Քննարկումների հիմնական թեման եղել է տարածաշրջանային անվտանգության միջավայրի փոփոխությունը։ Կողմերը նաեւ անդրադարձել են ՆԱՏՕ-Կատար համագործակցության խորացման հնարավորություններին։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիկան հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանի հետ։ Սիբիկան հայտնել է, որ թուրք գործընկերոջը տեղեկացրել է Ռուսաստանի կողմից Սև ծովում քաղաքացիական նավերի դեմ գործողությունների սրման մասին։ Նրա խոսքով Թուրքիան, որպես Սևծովյան տարածաշրջանի ամենաուժեղ պետություններից մեկը, կարող է կարևոր դեր խաղալ ազատ նավարկության վերականգնման գործում։ Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են նաև համաշխարհային պարենային անվտանգության ապահովման ուղիները։ Թրամփը հայտարարել է Եվրամիությունը կրկին թիրախավորել է ամերիկյան խոշոր տեխնոլոգիական ընկերություններին, Apple-ին, Meta-ին, Amazon-ին եւ Google-ին միլիարդավոր դոլարների տուգանքներ սահմանելով։ Նրա խոսքով Google-ի նկատմամբ սահմանված նոր 1 միլիարդ դոլարի տուգանքը բարձրացրել է ընկերության ընդհանուր տուգանքները մինչև ավելի քան 18 միլիարդ դոլար։ Թրամփը հայտարարել է նման քաղաքականությունը չի շարունակվի իր վարչակազմի օրոք եւ ընդգծել, որ ԱՄՆ-ն Եվրոպայի խնայողատուփը չէ։ Նա տեղեկացրել է անմիջապես սկսվում է 301-րդ բաժնի հետաքննությունը ամերիկյան ընկերությունների նկատմամբ Եվրամիության գործողությունների կապակցությամբ։ ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ տուգանքները պետք է ամբողջությամբ վերացվեն։ Հակառակ դեպքում Վաշինգտոնը նախատեսում է նշանակալի մաքսատուրքեր սահմանել եվրոպական ապրանքների նկատմամբ։ Զելենսկին հայտարարել է, պատրաստ է մեկնել Օվալաձև աշխատասենյակ կամ Մարալագո խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններ վարելու համար։ Նրա խոսքով նման հանդիպման անցկացումը կախված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումից։ Ուկրաինայի նախագահը վերահաստատել է, որ պատրաստ է մասնակցել բարձր մակարդակի բանակցություններին։ Նա ընդգծել է, խաղաղության գործընթացի շարունակումը կարևոր է պատերազմի դադարեցման համար։
Եղանակը առաջիկա օրերին հուլիսի 27-ից 28-ը 30-ից 31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հուլիսի 29-ի երեկոյան ժամերին առանցին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ, քամին հարավարևմտյան 2-ից 5 մետր վարկյան, հուլիսի 26-ից 31-ը Արմավիրի մարզում, Արագածոտնի եւ Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամուշ գնացում 15-ից 18 մետր վարկյան արագությամբ, օդի ջերմաստիճանը հուլիսի 27-ից 3-ը կնվազի 2-ից 3 աստիճանով։